Բարև ձեզ եթերում լուրերն են եւ ես Իննա Վերլինսկը։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Էլնուր Մամադովի հետ։ Հանդիպմանը քննարկվել են բազմակողմ հարթակներում վստահության ամրապնդման հնարավոր միջոցները։ Զրույցը շարունակվել է նախորդ տարվա օգոստոսին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպումից հետո ձևավորված օրակարգի շուրջ, երբ նախագծվել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրերը։ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը Facebook-ում ուղիղ եթերում հայտարարել է, որ Հայաստանը հակառակ պաշտոնական ներկայացման վերածվում է Եվրոպայի խորհրդի ամենաավտորիտար պետություններից մեկի։ Նա քննադատել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթները միջազգային հարթակներում, պնդելով, որ դրանք չեն արտացոլում իրականությունը, որտեղ, ըստ Աշոտյանի, կան տասնյակ քաղբանտարկյալներ և ոտնահարված իրավունքներ։ Աշոտյանը մեղադրել է իշխանություններին Freedom House-ի զեկույցի բովանդակությունը խեղաթյուրելու, դատական համակարգի անմխիթար վիճակի և կրթության քաղաքականացման մեջ։ Նա նաև նշել է, որ իշխանությունները բավարար ջանք չեն գործադրում Բաքվում պահվող հայ գերիներին ազատելու և Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում փետրվարի 23-ին մեկնարկել է խորհրդարանական հետաքննություն Արցախում 2023 թվականից ի վեր հայկական մշակութային ժառանգության ոչնչացման դեպքերը ուսումնասիրելու նպատակով։ Հետաքննության շրջանակում կքննարկվեն նաև իրավական արձագանքներն ու հաշվետվողականության մեխանիզմները։ Առաջին նիստում ելույթ է ունեցել Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։ Գործընթացը նախաձեռնել են Միջազգային փաստաբանների ասոցիացիայի Մարդու իրավունքների ինստիտուտը և խորհրդարանականների մի խումբը։ Հետաքննությունը կանցկացվի 5 փուլով՝ փաստերի քարտեզագրումից մինչև զեկույցի հրապարակում և Մեծ Բրիտանիայի կառավարության հետ քննարկումներ։ Ադրբեջանն ամբողջությամբ ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հայրենական մեծ պատերազմի 1941-1945 թվականների և Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին նվիրված հուշահամալիրը Facebook-յան իր էջում դրա մասին հայտնել է արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանը։ Նա նաև լուսանկարներ է հրապարակել։ Արցախցիները դիմում են Հայաստանի քաղաքացիության ստացման գործընթացի ձգձգման խնդրով, Facebook-յան իր էջում գրել է Ազգային ժողովի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Ըստ նրա, հատկապես ընտրությունների նախաշեմին նման արհեստական խոչընդոտների ստեղծումը անթույլատրելի է և կասկածի տեղիք է տալիս։ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն հայտարարել է, որ Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության հետագա գործունեության վերաբերյալ քննարկումները Երևանն ու Բրյուսելը կանցկացնեն պատշաճ ժամկետում, հաշվի առնելով խաղաղության գործընթացի զարգացումները։ Ներկայիս մանդատը գործում է մինչև 27 թվականի փետրվարի 19-ը։ Գրոնոն անդրադարձել է նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրակարգին, ընդգծելով Ղարաբաղից տեղահանվածների ինտեգրման, խաղաղության խաչմերուկ նախագծի և Global Gateway ներդրումների կարևորությունը։ Նա ողջունել է խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո արձանագրված դրական քայլերը։ Պաշտոնական այցով Իրանում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այդ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Աբդոլրախիմ Մուսավիի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում Հայաստան-Իրան համագործակցություն ու տարածաշրջանային անվտանգության առնչվող մի շարք հարցեր։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը նպատակ ունի 26 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում ստանալ սահմանադրական մեծամասնություն։ Նրա խոսքով անհրաժեշտ է քաղաքական դաշտից դուրս մղել Ռոբերտ Քոչարյանին, ինչպես նաև գործարարներ Գագիկ Ծառուկյանին և Սամվել Կարապետյանին։ Ռուբինյանն ընդգծել է, որ թեև օրինական ընտրություններում հաղթել է հանցագործություն չէ, Քոչարյանի և օլիգարխների իշխանության վերադարձը վատ զարգացում կլինի, որը պետք է կանխել։ Նա կոչ է արել ընտրողներին նրանց չտալ ձայն, որպեսզի կանխվի նախկին պրակտիկայի վերադարձը, երբ իրավապահներին թույլ չէին տալիս կատարել իրենց գործը։
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արտուր Նահապետյանը ազգային ժողովում ներկայացրել է 25 թվականի գործունեության արդյունքները, ըստ այդմ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերով դատի է տրվել 298 հանրային ծառայող, այդ թվում նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, 2 նախկին նախագահ, 1 վարչապետ, 1 պատգամավոր, ինչպես նաև դատավորներ եւ այլ աշխատակիցներ։ 25 թվականին կոմիտեում քննվել է 2585 վարույթ, 890-ը ավարտվել է, որոնցից 273-ը ուղարկվել է դատարան, ձերբակալվել է 590 անձ։ Պետությունը համայնքներին վճարված վնասից վերականգնվել է շուրջ 1,4 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր վերականգնումը կազմել է ավելի քան 2,3 միլիարդ դրամ։ Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգողական գործողություններ է կատարում ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կողմից Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինչ բնակավայրում ձեռք բերված անշարժ գույքի առնչությամբ։ Այս մասին տեղեկացրել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Կոնջորյանի կողմից շուկայական արժեքից էականորեն ցածր գնով անշարժ գույք ձեռք բերելու վերաբերյալ ստուգումների հարցը օրակարգ է բերվել միայն մամուլում հրապարակված նյութերից հետո։ Հայաստանի և Քենիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչները պաշտոնապես ձևակերպել են քաղաքական խորհրդակցությունների մեկնարկը և քննարկել համագործակցության ընդլայնման ուղղությունները։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ժնևում հանդիպել է Ռուանդայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարին։ Հանդիպմանը կարևորվել է Հայաստան-Ռուանդա քաղաքական երկխոսության շարունակական զարգացումը։ YouTube-ը Հայաստանում սկսել է մոնետիզացիայի գործիքի տեստավորումը, ինչի մասին հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով հոլովակներում գովազդի հայտնվելը նշանակում է, որ բովանդակություն ստեղծողները հնարավորություն կստանան գումար վաստակել։ Սա կնպաստի ինչպես տեսաբովանդակային որակի բարձրացմանը, այնպես էլ Հայաստանի ինտեգրմանը գլոբալ թվային միջավայրին։ Իսկ տեղեկատվական անվտանգության փորձագետ Արտուր Պապյանը նշել է, որ գովազդն առայժմ փորձնական է, իսկ YouTube Premium-ը, որը հնարավորություն կտա անջատել գովազդը, Հայաստանում հասանելի կդառնա գարնանը մոնետիզացիայի վերջնական ակտիվացման հետ միաժամանակ։ Հայաստանում օտարերկրյա քաղաքացիներն աշխատանքային գործունեություն կարող են իրականացնել նախապես ստանալով աշխատանքի թույլտվություն և ժամանակավոր կացության կարգավիճակ, հայտնում է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Այդ նպատակով գործատուն կարող է առցանց եղանակով հայտ ներկայացնել Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության միասնական էլեկտրոնային հարթակում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայ է գտնվել Հրազդանի կիրճում ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի հիմնարկերքի արարողությանը։ 18,000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող շենքը, որը նախագծել է հոլանդական ընկերությունը, կներառի Թումո լաբեր, 42 Երևան ծրագրավորման դպրոց, հետազոտական լաբորատորիաներ և կոնֆերանս կենտրոն։ Ծրագրի 42,5 միլիոն եվրո արժեքից 12,5 միլիոն եվրոն Եվրոմիության դրամաշնորհն է Սիմոնյան հիմնադրամին Եվրոմիություն հանուն նորարարության նախաձեռնության շրջանակում։ Համալիրը նպատակ ունի Հայաստանը դարձնել տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն։ Փաշինյանն ընդգծել է կրթության կարևորությունը, նշելով, որ լավ կյանքը հասանելի է կրթության ճանապարհով ընթացողներին։ Մարտի 1-ին Մոսկվայում տեղի կունենա 18-20-րդ դարերի ռուս և հայ ազգի անվանի նկարիչների աշխատանքների աճուրդը, որի ընդհանուր արժեքը գերազանցում է 1 միլիարդ ռուբլին կամ մոտավորապես 17 միլիոն եվրո։ Ամենաթանկ լոտը Հովհաննես Այվազովսկու լուսնյակ գիշեր Ղրիմում 1861 թվականի կտավն է 60 միլիոն ռուբլի կամ մոտավորապես 642,000 եվրոյի մեկնարկային գնով, որը մասնագետների կողմից համարվում է հավաքածուի գլուխգործոց։ Աճուրդում կներկայացվեն նաև Իսահակ Լևիտանի, Իլյա Ռեպինի և այլ վարպետների ստեղծագործություններ մասնավոր հավաքածուներից, որոնք նախկինում ցուցադրվել են Տրետյեկովյան պատկերասրահում։ Հազվագյուտ լոտերից է նաև Այվազովսկու Վլադիմիր Շոգենա ֆրեգատ գծանկարը 1852 թվականի։ Մենք շարունակում ենք հետևել դեպքերի հետագա զարգացմանը, իսկ այժմ են այսքանը։ Մնացեք մեզ հետ։